Ինչ էր ուզում ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահին, որ այդպես էլ չհաջողվեց։ Արտերկրի լրատվամիջոցները արձանագրել են պահը, թե ինչպես է Փաշինյանը մոտենում բեմում ելույթ ունեցող ԱՄՆ նախագահին, փորձում նրա ուշադրությունը հրավիրել, կանչելով «Պարոն նախագահ»։ Թրամփը, որ այդ պահին շնորհակալություն էր հայտնում Գազայի հարցով խաղաղության գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարներին, խոսքն ընդհատելով Փաշինյանին ասում է, որ մոտ գա, ապա շարունակում է ելույթը։ Սպասելով, որ Թրամփն ավարտի խոսքը, Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է ԱՄՆ նախագահին, թե ով է ինքը, ապա շնորհակալություն հայտնում նրան, թերևս Վաշինգտոնյան խաղաղության գործընթացի համար։ Ես Հայաստանի վարչապետն եմ, շնորհակալություն, Աստված օրհնի ձեզ, եւ հիմա դուք։ Երբ շնորհակալական խոսքերից հետո Փաշինյանը փորձում է շարունակել խոսքը, Դոնալդ Թրամփն արդեն շարունակում է շփումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի եւ Ինդոնեզիայի նախագահ Պրաբոո Սուբիանտոյի հետ, կիսատ թողնելով զրույցը Փաշինյանի հետ։ ԱՄՆ նախագահը, որ առիթը երբեք բաց չի թողնում հիշեցնելու, թե ինչպես իրեն հաջողվեց լուծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկարատև հակամարտությունը, հաճախ շփոթելով երկրների անունները, երեկ Գազայի հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ նկատելով Ադրբեջանի նախագահին, կրկին հպարտացավ, թե ինչպես իրեն հաջողվեց 1 ժամում լուծել ավելի քան 30 տարվա կռիվը։ Թրամփը սակայն այդպես էլ չհիշեց, որ չնայած իր միջնորդությամբ ձեռք բերված խաղաղությանը, Ադրբեջանը շարունակում է Բաքվի բանտերում պահել 23 հայ գերիների։ Azerbaijan. Did I do a good job? Այստեղ է այն մարդը, ում համար ես լուծեցի պատերազմը։ Ադրբեջան։ Որտեղ է քո հայրենակիցը։ Իրար հետ հաշտեք, չէ։ Նրանք կռվել են 32 տարի եւ մոտավորապես 1 ժամում մենք կարգավորեցինք այն։ Այդպես է, չէ։ Եվ հիմա նրանք իրար հետ լավ են։ Ինչպես Թրամփը բնութագրեց, միմյանց հետ լավ հարաբերություններ ունեցող Փաշինյանն ու Ալիևը երեք Շարմ el-Շեյխում կարճատև շփում են ունեցել, սակայն հայտնի չէ, թե զրույցի ընթացքում ինչ հարցեր են քննարկվել։ Արդյոք Փաշինյանը բարձրացրել է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների ազատ արձակման հարցը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասներ չկան։ Գազայի խաղաղության գագաթնաժողովին ընդառաջ Պաղեստինյան Համաս շարժումը ազատ արձակեց 20 իսրայելցիների, որոնք պատանդարվել էին 2 տարի առաջ։ Իսրայելն էլ իր հերթին ազատ է արձակել շուրջ 2000 պաղեստինցիների։ Ինչու Վաշինգտոնում կրկին Թրամփի միջնորդությամբ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Բաքուն այդպես էլ ազատ չի արձակում հայ գերիներին։ Ի վերջո, ինչպես ԱՄՆ նախագահն է պնդում, իրեն հաջողվել է լուծել խնդիրը։ Ինչպես եւ միշտ այս պահին եւս ես ուզում եմ հույս հատնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ համատեղասուրիսում տեղեկացրեց, որ Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցը երեք Շարմ el-Շեյխում քննարկել են ադրբեջանցի գործընկերների հետ։ Միրզոյանը սակայն կոնկրետ արդյունքների մասին ոչինչ չասաց, միայն հույս հայտնեց, թե առաջիկայում այս հարցի վերաբերյալ լավ նորություններ կունենան։ Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլներ օրակարգից, հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում։ Արարատ Միրզոյանը երեկ զրուցել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի եւ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես են արձագանքել ադրբեջանցի պաշտոնյաները հայ գերիների ազատ արձակման հարցին, Միրզոյանն այսօր չհստակեցրեց։ Այն, որ իրական խաղաղության հնարավոր չէ հասնել առանց գերիների ազատ արձակման, ԱՄՆ նախագահին ուղղված նամակում շեշտել է Վաշինգտոնում տեղակայված Ամերիկայի հայկական համագումարը։ Տասնամյակներով հայկական հարցերով զբաղվող կազմակերպությունը կոչ է արել Դոնալդ Թրամփին ապահովել Բաքվի բանտերում գտնվող հայ քրիստոնյա գերիների անհապաղ ազատ արձակումը։ Ինչպես ԱՄՆ նախագահին դա հաջողվեց անել Գազայում Համասի կողմից գերեվարված իսրայելցիներին ազատ արձակելու դեպքում։ Ամերիկայի հայկական համագումարը նաև հիշեցրել է, որ 2 ամիս առաջ Դոնալդ Թրամփը խոստացել էր այդ հարցով դիմել Իլհամ Ալիևին։